Ողջույնանի, այսօր մենք խոսենք այլ երկրներում, ներդրումներ իրականացնելուց։ Ես գիտեմ, որ դու զբաղվում ես հենց այս գործունեությամբ եւ բնականաբար դու քո պրակտիկայի ընթացքում հանդիպել ես ինչ-որ իրավիճակների, խնդիրների, կարգավորումների եւ կիսվես մեզ հետ քո, այսպես ասած, պրակտիկայից։ Ողջույն Նարե ջան, շնորհակալ եմ կրկին հյուրընկալելու համար։ Այո, ես շատ հետաքրքիր զուգադիպության արդյունքում եմ հայտնվել այս ոլորտում։ Իրականում, երբ որ առաջին անգամ համագործակցության առաջարկ եմ ստացել Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ընկերությունից, բիզնեսների գրանցման հետ կապված, որտեղ իրենք հետաքրքրված էին Հայաստանի տարածաշրջանով, որպես հետաքրքիր investment hub կոչված իմաստով եւ ցանկանում էին ինչ-որ համագործակցության եզրեր գտնել եւ ես բացահայտեցի, որ եւ Հայաստանում եւ կարելի ասել եվրոպական երկրներից շատ պոպուլյար է հենց Էմիրատներում ընկերություն գրանցել, բանկային հաշիվներ բացել եւ այդտեղից բացահայտվեց իմ համար այդ օտարերկրյա ներդրումների աշխարհը, քանի որ շատ արագ այդ անցումը գնաց դեպի արդեն անշարժ գույքով ներդրումներ անել, Golden Visa, կացության երկարատև իրավունք եւ այլն։ Եվ Էմիրատներից անցումը կատարվեց դեպի Կիպրոս, Հունաստան եւ մի շարք այլ եվրոպական երկրներ։ Նաեւ վերջերս քեզ հրավիրել են, Հունաստան։ Այո։ Ու նաեւ կուզենայի կիսվես դրա մասով, թե Հունաստանում ինչ գործունեություն եք իրականացնելու, նաեւ մեր քաղաքացիները, ովքեր որ հետաքրքրված են, տեղեկանան եւ միգուցե նաեւ նման հարցերով դիմեն քեզ։ Նարեկ ջան, իրականում ներդրումային ընկերություն, ավելի շատ անշարժ գույքի գործակալություն է, ովքեր համագործակցում են իրավաբանների հետ եւ միասին առաջարկում են ներդրումային ծրագիր։ Գիտենք, որ շատ պոպուլյար է Իսպանիայում, Հունաստանում, Դուբայում, երբ որ դու կարող ես ներդրում կատարել եւ դրա հիման վրա ձեռք բերել Golden Visa, սակայն արդեն Հունաստանը եւ Իսպանիան այժմ մի քիչ փոփոխություններ է կատարել այդ ոլորտում, բայց Հունաստանը դեռևս շատ կայուն է եւ առաջարկում է որոշակի գումարի դիմաց Golden Visa ձեռք բերել ընտանիքի անդամների համար շատ հետաքրքիր լոկացիաներում եւ ես հրավեր եմ ստացել այդ ընկերությունից, ով ցանկանում է եւ անկեղծ ասած երեք եւս մեկ հրավեր եմ ստացել մեկ այլ ընկերությունից համագործակցության, քանի որ իրենք շատ հետաքրքրված են Հայաստանով, բայց ոչ միայն, անգամ ԱՄՆ-ից են դիմում, շատ տարբեր երկրներից, փոխադարձ հետաքրքրություն է գնում, այսինքն Հայաստանից եւ Եվրոպայից հետաքրքրությունը գնում է դեպի Էմիրատներ եւ հակառակը բոլոր այդ այլ երկրներից գնում է դեպի Եվրոպա։ Այստեղ ուղղակի այն քաղաքացիները, ովքեր ուզում են ներդրում անել ոչ միայն բիզնեսի իմաստով, առասարակ իհարկե ինչ նպատակով են դա անում։ Ձեռք ես բերում գույք եւ այստեղ պետք է էլի բարձես թե ինչ նպատակով ես դա ձեռք բերում։ Կարող ես ձեռք բերել որպես պարզապես ներդրում եւ սпасել եկամտաբերությանը, կարող ես տալ վարձակալության, կարող ես վերավաճառել, կարող ես պարզապես ունենալ այդ գույքը բնակվել այնտեղ դրա հիման վրա զբաղվել կացության, դրա արդյունքում քաղաքացիության ձեռքբերմամբ, այստեղ շատ կարեւոր է որն է տվյալ մարդու նպատակը։ Որտեւ հնարավորությունները շատ բազմազան են։ Այսինքն կարելի ասել, որ ասում մի գրակոծով, մի քանի նպատակ կարող է գրակել, եթե մարդը ուզում է բիզնես անի կամ չգիտեմ քաղաքացիություն ունենա, այդ ամբողջ փաթեթը կարելի ասել դուք ոնց որ իրականացնում եք, դիմում են այդ ամենը կարգավորվում է։ Իսկ դրա մասով ինչ-որ երկարաժամկետ է վերջնական արդյունքին հասնելու համար, թե ավելի կարճ է։ Տարբեր են, կախված է տվյալ ընկերության առաջարկից, օրինակ Դուբայում ինչպես են ձեռք բերում, գիտեք, որ այնտեղ մասնաց վճարումների, փուլային վճարումների համակարգ գոյություն ունի, շատերը չգիտեն դրա մասին։ Օրինակ, եթե դու ունես X գումար, դու այդ X գումարը միանգամից չես վճարում, այլ վճարում ես մաս-մաս, ինչպես այստեղ ձեռք ես բերում հիպոթեկ, չէ, եկամտահարկի ձեռքբերմամբ, այնպես էլ այնտեղ է, բայց այնտեղ դու շատ քիչ տոկոսային հարաբերակցությամբ միանգամից կարող ես դիմել, որոշակի մասը վճարելուց հետո արդեն դու դառնում ես սեփականատեր, այնպես չի, որ դու սպասում ես կառուցման ավարտին, որպեսզի դառնաս սեփականատեր, եւ 50% վճարումները անելուց հետո դու իրավունք ունես դա վերավաճառել, վարձակալության տալ կամ դիմել հիպոթեկի, այսինքն դու ըստ էության ընդամենը կես գումարն ես օգտագործում։ Այն մյուս կեսը դու կարող ես արդեն այդ վաստակած շահույթի հիման վրա փակել, կարող ես վարկավորվել շատ ցածր տոկոսներով, դրա համար շատ կարևոր է ի սկզբանե մեծ ուսումնասիրել այդ կարգավորումները եւ իմ դերակատարումը հիմնականում հենց դա է։ Իրավական հատվածը, Ոչ միայն իրավական, տես Նարեկ ջան, ես բնականաբար ինքնուրույն չեմ անում այդ պրոցեդուրան, այսինքն իմ ամբողջ նպատակը այս մի քանի տարվա ընթացքում վերջին տարիներին եմ սկսել այդ ոլորտով հետաքրքրվել զբաղվել,
գործընկերությունն է պաշտոնական լավագույն ընկերությունների հետ, ովքեր աշխատում են օրինակ, հա, Դուբայում, Իսպանիայում, Հունաստանում, Կիպրոսում, Իտալիայում եւ կա ընկերություն իմ շատ լավ գործընկերներն են, նաեւ հայազգի, ովքեր ունեն գրասենյակներ մի շարք եվրոպական քաղաքներում եւ իրենք հենց ներդրումային ընկերություն են, այսինքն իրենք ուղղորդում են ամբողջությամբ եւ ֆինանսական հատվածով եւ օգնում են այդ ակտիվները կառավարել, օգնում են այդ ներդրման արդյունքում գույքի պահպանմամբ զբաղվել, օգնում են վարձակալել, ամեն երկիր ունի տարբեր կարգավորում։ Օրինակ Դուբայում դու կարող ես լիցենզավորվել մի գործունեության համար, օրինակ միայն վաճառել։ Այնուհետև վարձակալելու համար ուրիշ լիցենզիա է պետք։ Այդ գույքի կառավարմամբ զբաղվելու համար մեկ այլ լիցենզիա է պետք։ Իմ գործընկերները այդ բոլոր լիցենզիաները ունեն։ Այսինքն կարող ես դու պարզապես վստահել եւ իրենք ես եւ իրենք միասին այդ ամբողջ գործընթացը անկանկացություն անելը, որովհետեւ շատ մի քիչ երկար կարող է այս մասը ստացվի, բայց շատ անշարժ գույքի գործակալություններ կան, որոնք այո շատ վարպետորեն վաճառում են գույք, բայց երբ հարցը գալիս է արդեն կացության քարտին, իրենք մեզ են դիմում, որտեղ իրենք այդ լիցենզիայի համար չեն վճարել, չունեն, չեն զբաղվում, միգուցե դա իրենց հետաքրքիր չի, դա իրենց պրոֆիլը չի, այդտեղ միանում, իսկ մեր կոնցեպտը այն է, որ դու զբաղվում ես ամեն ինչով։ Այսինքն մարդը եկավ, քեզ դիմեց, դու երկրի ցանկացած կետում, ու մեր հնարավորությունների սահմաններում ապահովում ես իր համար ամբողջական փաթեթ ծառայություններ կլինի բիզնեսի գրանցում, կլինի բանկային հաշիվ, կլինի անշարժ գույք, կլինի դրա կառավարում, կլինի իրավաբանական ծառայություններ, մի խոսքով այդ բոլոր հնարավորությունները այս պահին մենք ունենք։ Ու իհարկե ոչ բոլոր կասամաված ցանկով երկրներում։ Իսկ ինչ փաստաթղթեր է պետք դրա համար։ Ուղղակի միայն անձնագիրը տալիս ներդրում անելու համար։ Այո, ներդրում անելու համար կամ ի սկզբանե դիմելու համար, այնուհետև նաև ներդրում իրականացնելու։ Նայ, հիմնականում ոնց ենք աշխատում։ Օրինակ դու հետաքրքրված ես բիզնես գրանցելով, դիմում ես ինձ, ես նախնական քեզ ինչ որ խորհրդատվություն եմ տալիս, քանի որ ես արդեն որոշ չափի գիտելիքներ ունեմ, բայց երբ որ արդեն մենք տեսնում ենք, որ դու ունես պոտենցիալը դիմելու համար, մենք արդեն միացնում ենք մեր պրոֆեսիոնալ թիմին։ Զանգով, այցով, ինչպես որ հաճախորդը ցանկանում, այդտեղ գրում է քննարկում, արդեն ոնց որ ասում են due diligence են անում, արդեն ամեն ինչ փաստաթղթերով համեմատվում է, որովհետեւ օրինակ այս վերջերս ունեցել ենք տենց դեպք, այլ երկրում ընկերություն գրանցել, շատ կարեւոր է, ով է այդ գրանցող ընկերությունը, թե ֆիզանտ, եթե ընկերությունը այդտեղ ամբողջ փաստաթղթեր իրանք պետքա դիտարկեն, ուսումնասիրեն, հարցումներ անեն, թույլտվություններ ստանան, նոր կարողանան առաջ տալ, որտեղ շատ երկրներում, օրինակ Հայաստանում լիցենզավորում պահանջում է սահմանված քանակի գործունեություն, չէ՞, իսկ այնտեղ ամեն տեսակի գործունեություն լիցենզիա է ենթադրում, որոշ երկրներում, օրինակ Դուբայում։ Եվ դու չես կարող պարզապես ընկերություն գրանցել, դու պետք է սկզբից ստանաս դրա թույլտվություն, լիցենզավորում, դրա հիման վրա նոր կարողանաս բանկային հաշիվ բացել, դրա հիման վրա նոր կարողանաս կացություն շատ մանրակրկիտ աշխատանք է այդտեղ պետք, դրա համար մարդիկ պետք է ստանան խորհրդատվություն անձամբ հենց այն փորձառու մասնագետներից, ովքեր այդ երկրի լիցենզավորված մասնագետներ են, անպայման։ Իսկ որ երկրներում են ավելի շատ դիմում անշարժ գույքի ու ներդրումների մասով։ Գաղտնիք չի, որ վերջին տարիներին շատ պոպուլյար է Դուբայի ուղղությունը, ոչ միայն Դուբայի, այլ Էմիրատների, ինչու, որովհետև այնտեղ հարկերը գրեթե զրոյական են, այո, գիտենք, որ կա ֆրի զոնա հասկացությունը, որտեղ նախկինում եղել է առհասարակ զրոյական հարկ, վերջին տարիներին ավելացել է 9% հարկ եկամտաբերության հիման վրա, շահութահարկ, որը իհարկե եւս ճիշտ բաշխելու պարագայում շատ մինիմում է ստացվում, սահմանված քանակի եկամտից հետո է այդ հարկը նախատեսված, բնականաբար բոլորի շահերի կենտրոնը, այնտեղ չկա գույքահարկ, չկա կորպորատիվ հարկ, մի խոսքով ցանկացած տեսակի հարկեր, մինիմալ հարկեր ես վճարում եւ դառնում ես գույքի սեփականատեր։ Հետո այնտեղ քո իրավունքները պաշտպանված են, որտեղ քո ցանկացած եթե անշարժ գույքով ներդրում ես անում, այդ բոլոր գումարները գնում են պետության հսկողության տակ, ոչ ոք չի կարող դրանք մասնավորեցնել եւ այլն, մի շարք կարևոր հանգամանքներ կան։ Ավելի վստահելի է։ Այո, դրա համար շատ պոպուլյար է եղել Դուբայը, շատ պահանջված ուղղություն է, բայց կարող եմ ասել, որ Շենգենյան գոտիներից հիմնական ուղղություններն են Իսպանիան, Հունաստանը, որտեղ Իսպանիայում կան հրաշալի հատվածներ, այնտեղ Մարբեան է, Մալագա եւ այլն, որտեղ շատ հաճախ ասում են դա Իսպանիայի Մոնակոն է, այնտեղ շատ պոպուլյար է, իհարկե մի քիչ խիստ են ավելի պահանջները, բայց ելի այնտեղ շատ հետաքրքրված են թե բիզնեսի գրանցմամբ, թե անշարժ գույքի ձեռքբերմամբ, բայց կարող եմ ասել, որ Հունաստանն էլ չի զիջում, քանի որ այնտեղ գները ավելի մեղմ են, Golden Visa-ն տրամադրում է 10 տարվա կտրվածքով, այսինքն դու եւ ունես հետագայում քաղաքացիություն ձեռք բերելու հիմքեր, եւ ինչու ոչ Հայաստանին շատ մոտ է, այսինքն շատ հեշտ է անգամ այդ գնալ գալու հարցերը լուծել։ Երևի կարծում եմ ամենապահանջված ուղղություններից են։
Հետո Դուբայի հետ կապված ավելի հեշտ է, որովհետեւ վիզայի խնդիր չկա։ Նաև ինչու՞ ոչ։ Եվրոպական երկրներում ավելի կա մի փոփ հարց պետք է անցնես, որ դրանց։ կարողանաս, Իսկ ինչ խնդիրների եք բախվում այս ընթացքում։ Հիմնական խնդիրներից երևի կասեմ նկատի ունես փաստաթղթային խնդիրներ։ Այսինքն արդյունքը որ չի լինում կամ լինում է, բայց շատ դժվարությամբ է լինում։ Ասեմ հիմնականում ինչն է լինում, երբ որ եթե խոսենք բիզնեսի գրանցումներից, դու անում ես ահռելի ծավալի գործ, նախնական ուսումնասիրություն, կազմում ես առաջարկ, գնառաջարկ, քայլերի հաջորդականություն եւ վերջին պահին հաջողորդ մի շատ կարեւոր հանգամանք է հիշում, որը ամբողջ գործը զրոյացնում է, այսինքն այդ բիզնես գրանցելու իմաստը առհասարակ կորում է, որովհետեւ ինքը մոռացել է ասի, որ օրինակ այս ինչ փաստաթուղթը կամ այս ինչ հանգամանքը, որը ամբողջ կանոնները փոխում է, տենց դեպքեր շատ են լինում։ Դրա համար, ոնց ասեցի, ցանկացած նման գրանցման ժամանակ, բիզնեսի գրանցման կլինի անշարժ գույքով պետք է ամբողջ փաստաթղթային բազան ուսումնասիրվի։ Պետք է ամբողջ ինֆորմացիան ճիշտ փոխանցվի։ Օրինակ, եթե դու ուզում ես ինչ-որ IT ոլորտում գրանցում անես, բայց վերջին պահին ասում ես, որ դու մի հատ նենց գործունեություն ես ուզում գրանցես, որը շատ խիստ լիցենզիա է պահանջում, գրեթե անհնար է դա, բայց մարդիկ արդեն աշխատանք են տարել քեզ այդ առաջարկը տալու։ Հետ իսկ քեզ շատ քաշ ծանոթ է այդ սիտուացիան։ Այդտեղ արդեն դառնում է իմաստազուրկ ինչ-որ աշխատանք։ Հիմնականում դա է, կամ ինչ-որ փաստաթղթերի, օրինակ, երկրից դուրս գալու բացակայություն, օրինակ, երկրից դուրս գալու արգելք, որ անձը անպայման պետք է մեկնի ինչ-որ միտեղ ստորագրել, բարձրում որ ինքը չի կարող երկիրը լքել, օրինակ։ Այսպիսի խնդիրներ ծագել են, անկեղծ ասած, բայց շատ քիչ են։ Հիմնականում են անձիկ, ովքեր որ ուզում են արտերկրում, իրանք ունեն հստակ պլան, ունեն հստակ ցանկություն եւ նման մարդկանց հետ շատ հաճելի ու շատ հեշտ է աշխատել։ Որ գիտեն ուր են գնում, այդ շատ կարեւոր է իսկ։ Մեծամասնություն կարելի ասել, չգիտեն ուր են գնում ու ինչ որ X բանով են հետաքրքրվում։ Կարևորը այն անձիկ, ովքեր որ ցանկանում են անշարժ գույքով ներդրում անել, իսկապես պատրաստ լինեն դրան, հասկանան, որ դա փուլային աշխատանք է եւ շատ դեպքերում պետք է ամբողջ գումարը միանգամից ծախսել եւ պետք է կողմնորոշված լինես դու ինչի համար ես ուզում այդ գույքը ձեռք բերել երբ որ կա հստակ պլան օրինական անձիկ հստակ ասում են մենք ցանկանում ենք այնտեղ բնակվել մենք հետաքրքրված չենք վերավաճառքով վարձակալությամբ բայց եթե դու դա դիտարկում ես որպես ինվեստիցիոն ծրագիր, դու պետք է պատկերացնես դրա հետևանքները եւ լավ եւ վատ առումով։ Օրինակ, որ կարող է երկրի իրավիճակով պայմանավորված, ոնց եղավ Դուբայի պարագայում, երբ որ Դուբայի համար մեկն էր, ինչ որ ժամանակ էս պատերազմական իրավիճակով պայմանավորված չէ, կանգ առավ մի պահ, պասիվացավ, բայց կարող եմ ասել, որ հիմա վերակենդանանում է, այդ ընթացքում անգամ այնտեղ եղել են շուկայական բարձր ցուցանիշներ եղել են նոր շենքերի ցուցադրություններ, այսինքն չի կանգնել շուկան։ Թեպետև այդպիսի մոտեցում կար, որ այնտեղ շարժը կանգնել է, ամեն դեպքում Դուբայի իր անվտանգության իմաստով միգուցե այս պարագայում մի քիչ փուճապ առաջացրեց, բայց ֆինանսական եւ իր պետական մակարդակով պահպանությունը, իր ներդրողների աջակցությունը աննկարագրելի ուժեղ է։ Եվ կարծում եմ, որ այդ առումով միևնույն է այնտեղ դժվար է հասնել։ Իսկապես, Այսինքն ստացվում է, որ եթե ինչ-որ մեկը ուզում է ներդրում անել անշարժ գույք կամ անշարժ գույքից բացի նաև կա շարժական գույք էլ է իրականացվում, թե չէ շարժական գույքը։ Ես աջակցում եմ հիմնականում բիզնեսների գրանցումով եւ անշարժ գույքով ներդրումներով այլ գործընկերները այդ ոլորտում են։ Շարժական գույք ցանկացած տեղել կարող է ձեռք բերել, այդ խնդիր չի։ Այսինքն Հայաստանի Հանրապետության քաղաքացին կամ թեկուզ իրավաբանական անձը, կարող է, չգիտեմ, մասնաճյուղ ունենալ կամ կարող է, եւ կարող է լինել 100% սեփականատեր, կրկնում են, խոսքը չի վերաբերում միանշանակ բոլոր երկրներին, կան երկրներ, որտեղ օրինակ հողի նկատմամբ սեփականության իրավունքը միայն պետության է պատկանում, բայց հիմնականում օրինակ Էմիրատներում նախկինում եղել է, երբ որ 50% պետք է լիներ սեփականատեր տեղի բնակիչ, բայց հիմա 100%-անի սեփականատեր կարող է լինել ցանկացած ոչ ռեզիդենտ անձ, այսինքն այդ առումով վախենալու բան չկա եւ բիզնեսի գրանցման դեպքում կարող է լինել եւ նույնը Շենգենյան գոտու, այսինքն այնտեղ նման սահմանափակումներ չկա, կոնկրետ նշված վայրերում նկատի ունեմ։ Ոնց Հայաստանում եւս քաղաքացի լինես պարտադիր։ Այսինքն իրանք դիմում են այնտեղ տվյալ տարածքում բիզնես են գրանցում ու ներդրում են կատարում, այսինքն բիզնեսը, ընկերությունը գնում է ինչ-որ անշարժ գույք ու սկսում է իր գործունեությունը իրականացնել։ Պարտադիր չի, որ ընկերությունը գնի, այսինքն այստեղ եւս ընտրության հարց է։
Եթե ուզում ես ընկերության գույք որպես ձեռք բերել, բիզնես գրանցելու համար պետք չի որ այնտեղ բնակվեն, ինչպես եւ Հայաստանում։ Կարող են այստեղից մեր աջակցությամբ, օրինակ մենք անում ենք գրանցումներ, իրանք պարզապես մեկնում են ինչ որ մատնահետք, ստորագրություն եւ նման փաստաթղթեր են ստորագրում, հետ են վերադառնում։ Եվ մեր ընկերությունը այնտեղ այդ կառավարումը ապահովում է իրենց ընկերություն կամ իրենք են անում այստեղից նայած ինչ գործունեություն է։ Որտեղ կան ընկերություններ, որ պարտադիր պահանջում են ֆիզիկական օֆիսի առկայություն, աշխատակիցներ գրանցված եւ այլն, տարբեր ընթացակարգեր են։ Հիմնականում free zone-ում ավելի հեշտ է հարցը լուծել, եթե խոսում ենք Էմիրատների մասին, բայց անշարժ գույքի ձեռքբերումը հիմնականում ավելի պոպուլյար է ֆիզանցած կողմից, այսպես ասեմ, ունենան տուն տան վարձակալության, որտեղ կարող եմ մինչև 8-ից 15% եկամտաբերություն ունենալ, եթե դու ճիշտ վայրում, ճիշտ լոկացիայում ես այդ ներդրումը կատարում, այստեղ ինչի է կարևոր քեզ ունենալ խորհրդատու, թե իրավաբան, թե հենց անշարժ գույքի ոլորտում լավագույն մասնագետներից, որտեղ իրենք արդեն իսկ գիտեն, թե հարակից շրջաններում ինչ փոփոխություններ են սպասվում, օրինակ եթե քո մերձակայքում, որտեղ որ դու ուզում ես ներդրում անել, կառուցվում է նոր օդանավակայան, օրինակ, նոր ամենամեծ ինչ որ կարգի կառույց, որը ինչ որ ձևով ազդելու եւ խթանելու է քո բարձր ցուցանիշները եկամտաբերության։ Քեզ ինչ որ մեկը դրա մասին պետք է հուշի, իհարկե դու կարող ես ուղղակի ինքդ ուսումնասիրություն անել, ChatGPT անել, բայց շատ կարևոր է այդ մարդու մասնակցությունը, ովքեր ճիշտ ուղղորդում է տալիս եւ իրավաբանի մասնակցությունը այլ առավել կարևոր է, որովհետեւ նախ պետք է ուսումնասիրել այդ նույն կառուցապատողների, եթե խոսքը գնում է ոչ այն ընկերությունների մասին, ում ներկայացուցիչն ենք մենք, ում հետ մենք աշխատում ենք բնականաբար, ես խոսում եմ առհասարակ այն մարդիկ, ովքեր իրենց փորձում են ինչ-որ միտեղ ներդրում անել։ Ես ունեցել եմ հաճախորդ, ով Ամերիկայի Միացյալ Նահանգներից ներդրում արել Էմիրատներում տարիներ առաջ, եւ պարզվել է, որ այդ շենքը գոյություն չունի, որտեղ ինքը չի այցելել, ինքը ինտերնետով կապվել այդ ընկերության հետ, նա մակագրությամբ մոծել է մոտ 200,000 ԱՄՆ եւ արդյունքում է շինարարությունը կանգնել է, ընկերությունը անվանափոխվել է մի քանի անգամ եւ ոչ մի ձև չեն կարողանում պարզել այդ շենքը կա թե չէ, դիմել են մեզ, որ մենք գնանք պարզենք, թե այդ շենքը վերջապես ումա պատկանում եւ միգուցե շինարարությունը դադարեցվել է, միգուցե սենանկացել է ընկերությունը, դրա համար պետք է անպայման ներգրաված լինի մասնակետ, ով որ կպարզի այդ ընկերության իրավաստեղծ գործունեությունը նկատի ունեմ, արդյոք ճիշտ հիմքերով գրանցված ընկերությունը, արդյոք նա գործում է, արդյոք նա սնանկացած չի, արդյոք այդ կառուցապատումը վտանգի տակ չի, որովհետև դու կարող ես ձեռք բերել, հետո ինչ-որ բան փոխվի եւ պարզապես դու չկարողանաս արդեն ձեռք բերել սեփականության իրավունք։ Կամ շատ վտանգավոր իրավիճակներ երբեմն լինում են, երբ որ պետական մոտեցումներ են փոխվում, օրենք է փոխվում եւ դու ձեռք ես բերում ինչ-որ մի փուլի հասնելուց օրենքը փոխվում, դու մնում ես կես ճանապարհին, այստեղ բնականաբար քեզ մասնագետներ են պետք, որ այդ գործընթացով քեզ անցկացնեն։ Իսկ օրինակ ինչ առավելություններ հա պետք է ունենա, որպեսզի ընկերությունը աջակցի, այլ ոչ թե ինքը հա քաղաքացին գնա ու սկսի այդ գործունեությունը իրականացնել։ Ասեմ, Նարեկ ջան, երբ որ օրինակ ասենք Միացյալ Էմիրությունների կամ նույն եվրոպական երկրներում այդ գործընթացով զբաղվում է մի ընկերություն, որը բավական վստահելի է, այսինքն հարգանք ունի արդեն պետական մարմինների կողմից, վաստակ ունի եւ այդ ընկերության անունով է ներկայացվում, մուտք հարվում իրենց անունով, իրենց փաթեթով եւ իրենց ուղեկցությամբ, կարող եմ ասել, որ մի 50% կրճատում է այդ անհանգստությունը, թե ով ես դու, ինչի համար ես ուզում իրենց երկրում ներդրում անել, ինչ կարգի ավելի խիստ են քեզ ուսումնասիրում, պահանջում ավելի մեծ քանակի փաստաթուղթ, բայց եթե քեզ ուղեկցում է վստահելի կազմակերպություն, ով նախապես արդեն ենթադրաբար այդ ամեն ինչը արել է, մի 50%-ով թեթևացնում է քո այդ քաշքշուկներից, քեզ ազատում է։ Շատ կարևոր ազդեցություն դա ունի, վստահ կարող եմ ասել, քանի որ այդ պետություն մասնավոր համագործակցության շրջանակներում օտարերկրյա քաղաքացին միշտ կասկածահարույց է համարվում, ուր է գնում, ինչի համար ես ուզում մեր մոտ անել ներդրում, օրինակ քո նպատակը, միգուցե դա փողերի լվացում է, միգուցե ինչ որ ռիսկային գործունեություն եւ այլն։ Այս մասով իրոք կարևոր է։ Այսինքն այդ մասով դուք ապահովում եք կապը այդ ընկերության հետ։ Անպայման մենք տարբեր ընկերությունների հետ եմ համագործակցում, ունենք ընկերություն, որոնք հենց իմ գործընկերներն են, այսինքն հենց մենք ենք այդ ամեն ինչը իրականացնում, բայց կան երկրներ, որտեղ ես ունեմ կոնտրագենտ ընկերություններ, այսինքն հայցը փոխանցում եմ իրենց, քննարկում ենք, ես իրենց հետ աշխատում եմ այստեղի փաստաթղթերի մասով, իրենք այնտեղ արդեն իմ ոնց որ մասնակցությամբ ապահովում են ամբողջ այդ գրանցումները եւ այլն, բոլորը շատ վստահելի, հայտնի, հարգի ընկերություններ են ու ընդհանրապես անհանգստանալու առիթ չկա, որ իրենք կարող ձախողեն կամ կիսաթողնեն այդ գործարքները, այնպես որ մենք ամբողջությամբ իրենց վստահում ենք։
Ու նաև դրամական միջոցների մասով ներդրումներ իրականացնելու մասով եք դուք զբաղվում, այսինքն չգիտեմ ֆիզիկական անձը ուզում է ներդրումներ անի կամ իրավաբանական անձը ուզում է ներդրումներ անի ինչ որ Դուբայում ինչ որ ստացված ընկերությունում ու դառնա հետո մասնակից։ Եղել են նման հարցումներ, եղել են, մենք անում ենք նաև շուկայի հասանելիություն ծառայություն, ապահովում ենք ոչ թե մարքեթինգային կտորով, այլ եթե դու ուզում ես համագործակցել օրինակ էմիրությունների ինչ որ հայտնի ընկերության հետ կամ դու ունես այստեղ արտադրանք, որը ցանկանում ես ներմուծել եւ շուկայում իրացնել, բայց դու չունես հասանելիություն, մենք այդ հարցով ենք աջակցում։ Մի քիչ մեծ պրոյեկտների մասն է խոսքը եւ նաեւ ես ունեմ գործընկերներ, որ այդ հարցերով օգնում են նաեւ օրինակ Իտալիայում գործարարների միության անդամ, գործընկեր, որը ցանկացած տեղ ունի հասանելիություն եւ օրինակ եթե դու այստեղից ասես օրինակ ռեստորանային գործունեության համար մեզ պետք է մի ամբողջ տեխնիկա ու դու չգիտես որտեղից դա ձեռք բերել, մի անգամից դիմում ենք իրեն, ինքը այդ ամբողջ կտորը փակում է, այսինքն գտնում է այդ գործընկերներին, կազմակերպում է այդ ամբողջ գործընթացը, կարող է դա լինել ինչ որ դպրոցի, օրինակ, չգիտեմ, մասնաճյուղ բացել, օրինակ մեյքափ դպրոց եւ այլն, իրենք ամեն ինչ անում են տարբեր կտորներով եւ իրավաբանական եւ մարքեթինգային եւ գործարար համայնքի հասանելիության ապահովման մասով։ Ու հետո բայց ինքը դառնում է այդ ընկերության ինչ որ Պարտադիր չի, ինքը կարող է լինել պարզապես կապող օղակ։ Ոնց որ բարեգործական բարեգործական չի բնականաբար ինքը իր շահույթ ունի այնտեղից, որպես, այսպես ասեմ, ոնց որ ագենտ, այսպես ասեմ, ագենտ, որը ունի բազմաթիվ կապեր ու ցանկացած հարցով ինքը գտնում է քեզ համապատասխան գործընկեր։ Իսկ ինչ խորհուրդ կտաս այն մարդկանց, ովքեր որ ուզում են սկսել, հա, ու մտածում են, որ արդյոք դա արժի անել կամ, չգիտեմ, միգուցե պետք չի ռիսկի դիմել, որտեղ իսկապես սա ավելի շատ ռիսկային, հա, գործոն է, որովհետև չգիտես թե ի վերջո ուր է քեզ տանելու։ Նարեկ ջան, այդ մասով կարող եմ ասել, որ նույնքան ռիսկային է, որքան որ միգուցե շատ կոպիտ հնչի, բայց նույն քո երկրում էլ երբ որ դու անում ես ներդրում, դու երբեք չգիտես դա ինչով կարող է ավարտվել։ Ձեռք ես բերում բնակարան, շենքը կառուցումը, դու երբեք չգիտես դա կառուցվել է թե չէ կամ սահմանված կամ սնանկանում են, գիտես թե ինչ քանակով դատական հայցեր ունենք մենք Հայաստանում, այո, ռիսկային է այնքանով, որքանով որ դու տեղյակ չես նշված ընկերության օրենսդրական կարգավորումներից, հենց այստեղ եկանք այն կետին, որ քեզ դրա համար պետք է մասնագետներ, ովքեր քեզ կուղղորդեն։ Դրա համար այդ հարցով պետք է լինես մի քիչ ավելի ուսումնասիրած միգուցե կամ հստակ ցանկություն ունենաս ինչ որ ներդրում ունենալ կոնկրետ ինչ որ երկրում, ինչ որ ուղղվածությամբ, քանի որ դա քեզ բացում է աշխարհի դռները կոպիտ ասած։ Եթե դու ունես golden visa 10 տարով, դա քեզ տալիս է եւ կրթության, եւ աշխատելու հնարավորություն, եւ բնակության, եւ շրջագայելու, այսինքն առանց խնդիր տարբեր երկրներ մուտք ու ելք ունենալու, հետագայում քաղաքացիության համար դիմելու քո ընտանիքի անդամներին, միավորելու մեծ հնարավորություն ունենալու հենց քո անշարժ գույքը, ինչի՞ չէ հանգստի նպատակով մեկնել եւ չծախսել ահռելի գումարներ, երբ որ դու ես ուզում այնտեղ հանգստանալ, եթե ուզում ես վարձակալությամբ գումար աշխատել, անում ես շատ ակտիվ զբոսաշրջության վայրերում վաստակում ես եկամտաբերություն, կարող ես վերավաճառել ցանկացած ժամանակ, այսինքն դու ամեն ձևով երաշխավորված ես քո կատարված ներդրման արդյունքները քաղելով։ Կարծում եմ, որ պարզապես պետք է շատ ճշգրիտ անել, շատ մտածված անել, հստակ իմանալ նպատակը եւ դիմել ճիշտ մարդկանց զուտ։ Այո, համաձայն եմ քո հետ, շնորհակալ եմ Անի, իսկապես շատ արդյունավետ է ու ես կարող եմ ասել, որ հիմա այն ժամանակաշրջանն է, որ մարդիկ հա փորձում են ներդրումներ անել, որովհետև դա կարելի է ասել ինչ-որ պասիվ եկամուտ է, սկզբից դա կարող է ռիսկային լինել, բայց հետագայում լինելու է պասիվ եկամուտ եւ բոլորն էլ մեծամասնություն ձգտում է հա այնպիսի ինչ-որ ստեղծի, որը որ քեզ հետագայում կտա պասիվ եկամուտ ու քանի որ նաեւ այս ոլորտը ինքը սկսում է զարգանալ մի 10 տարի առաջ դա այդքան էլ չէ, ակտուալ չէր։ Հիմա է սկսել կամ ակտուալ էր ուղղակի հասանելի չէր։ Միգուցե ավելի հասանելի չէր։ Հասանելի չէր, բայց հիմա ինքը ավելի հասանելի է ու որ դու ներկայացնում ես այդ ամեն ինչը, ես մտածում եմ, որ մի քայլ այո, դա բնականաբար իմ պլանների մեջ կա, հիմա չէ, բայց ինչ որ ժամանակ հետո կարծում եմ կանեմ, ավելի ինքը հասանելի է եւ դու կարող ես մի քայլով հասնել դրան ում իմ կարծիքով այս կարևոր տեղեկությունը շատ պետքական էր այն մարդկանց, ովքեր որ իսկապես որոշել են, ես մտքով անցել եմ, որ կարելի է ներդրում անել, բայց չգիտեն ինչպես։ Հատուկ այդ մարդկանց համար մենք մշակել ենք տուրեր, որոնք կոչվում են ներդրումային տուր։
իրենց ցանկացած լոկացիայով մենք ունենք հատուկ մշակած ծրագիր կլինի 1 հոգի կլինի մի քանի հոգի օրինակ հիմա ես պատրաստում եմ Աթենքի ուղղությամբ մեկնել եւ կան անձիկ ովքեր արդեն ուզում են ինձ միանալ որ իրենք իրենց աչքով տեսնեն, իրենք գան, իրենք ուսումնասիրեն, իրենք վստահ լինեն, որ դա գործող ընկերություն է, դա գործող իրական տարածք է, այսինքն ամեն ձևով կարող են ստանալ, չեն խափի ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, ոչ թե առցանցալ անձամբ, ինչու ոչ արդեն իսկ միգուցե ինչ որ նախնական համաձայնության գալ, իրենց տրվում է ժամանակ մտածելու եւ բնականաբար այն գումարը, որ սահմանված է այդ այցերի համար, ներառվում արդեն թե իրենք ձեռք են բերում անշարժ գույքը այդ փաթեթի մեջ բնականաբար իրենք ոչինչ չեն վճարում դրա համար, բայց կարծում եմ, որ սա շատ կարևոր հնարավորություն է, որովհետև ինքդ քեզանով գնալ ինչ որ անծանոթ երկիր որոշել ուր գնալ, ինչ նայել, ու չէ որ քեզ կարող են խաբել, չէ որ իսկ այս պարագայում երբ որ դու ունես գործընկերոջ ուղեկցում եւ ինչ որ ձևով ամեն դեպքում երաշխավորված ես, շատ հեշտ է դու ոչ մի հոգ չես քաշում, անգամ եթե վիզաների խնդիր ունեն, մենք այդ հարցում ենք աջակցում, ամբողջական ուղեկցումը մեզ վրա է, այսինքն իմ գործընկերները ապահովում են իրենց հյուրանոցային ամբողջ հոգսը, իրենց մնում է պարզապես ընտրել 2-3 օրով գալ, մասնակցել, ծանոթություններ հաստատել, ընտրել, նայել, տեսնել, որովհետեւ այլ բան է գունագեղ նկարներով նայել, այլ բան է անձամբ գալ եւ տեղում տեսնել, միգուցե դու շատ հավանես նկարներով, բայց տեղանքը չհավանես որ իրական այնտեղ լինես եւ հակառակն է տեղի ունել երբ որ դու պատկերացնում ես օրինակ շատ մարդիկ երբ որ մեր եվրոպական ներդրումների ներկայացնում էինք Դուբայի նախագծերը իրենք հիացած էին որովհետեւ շատ մարդիկ որ այնտեղ երբեք չեն եղել Պարզապես լսել են եւ երբ որ մենք շատ sense մանրամասներով ներկայացնում ենք կամ պրոյեկտներ իրանք նայում են մեծ էկրանին, ներսից մանրամաս են եւ այլն, ավելի կենթանի պրոյեկտներ, պարզապես հիացած էին, որտեղ իրենք մտածել են, որ դա ինչ որ պլաստիկ մի տեղ է, որտեղ չկա կանաչ, չկա, բայց երբ որ լսում են ինչ որ մեծ մասշտաբային պրոյեկտների մասին, տեղում ամիջապես ներդրում անում են առանց մտածելու, առանց այցելելու, բայց շատերը ուզում են մի հատ գալ, տեսնել, որովհետեւ իրենց համար դա մի քիչ այլ մոլորակ է։ Շատ խորհուրդ է տրվում Հետո որ տեսնում են էմոցիա են ստանում, քան որ ապրում են, այո։ Նենց որ իսկապես հետաքրքիր մանեք մտածել ու շնորհակալ եմ Նարեկ ջան։ Ինձ թվում է մի օր ես էլ կօգտվեմ այդ ծառայություններից, այո։ Շնորհակալ եմ քեզանի։ Շնորհակալ եմ Նարեկ ջան, քեզ էլ հուսով եմ մի այլ հաղորդման շրջանակում մի քիչ ավելի մանրամասն կքննարկենք արդեն ինչ եղանակով կարելի է դա իրականացնել։ Այնպես որ կսպասենք։ Չմոռանաք հետևել մեր YouTube-յան ալիքին ըստ օրենքի հետագա ոդքասթները դիտելու համար։